Իմ սիրելի առյուծներ, բարի արև։ Այսօր մարտի 24-ն է, իմ օրացույցով Մարսը ձեզ եւս Մարսը բաժին անկավ, իհարկե շատ լավ է, որովհետև Մարսը արդեն ապրիլի 10-ին կմտնի խոյի նշան, կրակի նշան, դուք եւս կրակի նշան եք, այնպես որ դա շատ բարենպաստ է, շատ լավ է ձեզ համար։ Ընդհանրապես, գիտեք, ապրիլ ամիսը, ինչպես ես արդեն որ ասել եմ, ընդհանուր ներկայացնելիս ինքը շատ այդպես թեթև ու արագ է գնալու, որտեղ ամեն ինչ իր տեղում է, յուրաքանչյուրը կարծես թե մոլորակներն իրենց գործերով են զբաղվում եւ այնքան արագ պիտի անցնի, որ դուք էլ չհասնեք, այսինքն շատ հարթ ու սահուն արագ է անցնելու, այսինքն որոշակի խոչընդոտներ, երբ որ հավաքվել էին եւ խնդիրներ էին ստեղծում, ժամանակը շատ ծանր էր գնում առաջ, շատ երկար էր թվում, ապրիլին ինքը շատ սահուն կգնա եւ մոտ այնպեսի տպավորություն է, որ ապրիլը, ասենք, եթե փետրվարը 28 օրից է, ապրիլը ասենք 20-25 օր, այդտենց արագ է գնալու, այդպիսի զգացողություն ունեմ։ Եվ նշեմ, որ սիրելի առույցներ, դուք 5-րդ տեղից եկել եք 3-րդ տեղ, առաջընթաց եք ունեցել, 3-րդ տեղում եք տեղավորվել, դա բնականաբար շատ լավ է եւ նշեմ եւս, քանի որ անընդհատ նոր մարդիկ են ավելանում, նայում ենք անպայման արևի նշանով, իհարկե առաջին հերթին ասցենդենտի նշանով առյուծներ, իսկ ասցենդենտի նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, իսկ ովքեր չգիտեն, դա հաշվարկվում է։ Ահա, շատ կարևոր է, գիտեք, որովհետև միայն մեկ նշան իմանալը դա ամբողջական նկարագիրը չի կարող ապահովել տվյալ ամսվա, իսկ երկուսը լսելով, միացնելով դուք արդեն ընդհանուր պատկերացում եք կազմում եւ ես հիմա ինչպես արդեն հասկացաք ներկայացնելու եմ ապրիլ ամսվա համար կանխատեսումը, առանձնապես ամեն մեկը իր տեղում են, շատ արագ է գնում ամեն ինչ եւ դրան իհարկե նաեւ նպաստում է Ուրանի փոփոխությունը, որը ապրիլի 26-ին կմտնի երկվորյակի նշանի, կմտնում է օդի նշան, ի վերջո դուրս է գալիս ցոլի նշանից, որտեղ ինքը անկման մեջ է եւ օդի նշանում ինքը իրեն շատ ավելի լավ է զգում եւ այդ փոփոխությունը նաեւ մենք կզգանք շատ արագ ամեն ինչ կլինի եւ նշեմ, որ ինքը երկվորյակի նշանում կմնա 7 տարի, սա պարզապես իմանաք եւ արևն է փոխելու նշանը կմտնի ցուլի նշան, ինքը խոյի նշանում էր, սա ձեզ համար շատ ավելի լավ է, որ ինքը խոյի նշանում էր, կրակի նշանում բնականաբար արևը բարձրակետում էր, իսկ արդեն ապրիլի 20-ին ինքը կմտնի հողի նշան, իր համար մի քիչ ավելի դժվար է հողի նշանում բնականաբար եւ այստեղ ձեր կարիերայի հարցը կարող է լինել ինչևէ Մարսը Վեներան Մերկուրին կփոխեն իրենց նշանները, իսկ մնացած արդեն ասացի լիալուսին եւ նորալուսին կլինի։ Ես ուզում եմ բոլոր դեպքերում այդպես առանձին չեմ նշի, որ մոլորակը որ ամսին, որտեղ մարդիկ ասեն դա մեզ հետաքրքիր չի, դուք ասեք ընդհանուր նկարագիրը մենք իմանանք ինչ է մեզ սպասվում եւ այսպես ես միայն կնշեմ լիալուսին, նորալուսին, որտեղ դրանք շատ կարեւոր են իմանալ, թե երբ են կատարվում։ Ապրիլի 2-ին տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով 6:11 րոպե 46 վայրկյան, արևի լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր 3-րդ տանը կշարքի նշանում, դա շատ լավ է ձեզ համար սիրելի առույցներ եւ ասեմ, որ գիտեք, արդեն Ուրանն էլ երբ տեղավորվեց երկվորյակի նշանում, դες համար շատ լավ է, այսինքն դժվարություններ, որ կապված էին միայն նշանակառույցների մոտ իրենց կարիերայի հետ, այդ փոփոխությունները, դժվարությունները ի վերջո ավարտվում են եւ դուք հնարավոր է ձեր միջավայրը փոխեք, անընդհատ ասենք մասնավորապես եթե դուք սպասարկման ոլորտում եք աշխատում, այսինքն նոր պատվերներ կարող են լինել, անընդհատ այդպես կարող է փոփոխվել։ Ձեզ համար ասացի շատ ավելի լավ դասավորվածություն է ստեղծվում, մյուս հեռավոր մոլորակների դեպքում եւս իհարկե բացի Պլուտոնից, ահա, սա այսպես եւ նորալուսինը ներկայացնեմ, կլինի ապրիլի 17-ին, ժամը 15:51 րոպե 36 վայրկյան, արևի լուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ այն տեղի կունենա խոյի նշանում, որտեղ էլ որ
հավաքվել են մոլորակները, որտեղ որ գտնվում են արդեն շատ լավ տեղավորվել են եւս երկու հեռավոր մոլորակ այնպես որ այն կապված է արտերկրի հետ ոմանց մոտ ամուսնության թեման է հնապես մենք ունենք այլ ցուցիչներ եւս ամուսնության թեման ոմանց մոտ երեխայի թեման է եւ ոմանց մոտ շրջագայությունների թեման է այնպես որ այստեղ ձեր բիզնեսը առաջիկա մի քանի տարում ձեր նպատակները կարծես թե կապված են արտերկրի հետ միգուցե համագործակցում եք արտերկրյա ինչ-որ մի կազմակերպության հետ կամ բիզնես ունեք կամ ոմանք բարձրագույն ուսումնական կրթություն են ստանում եւ այլն եւ ձեզ ասեմ որ արդեն գրեթե բան չմնացուն իսին Յուպիտերը մտնելու է ձեր նշան, ես էլ եմ նշել խոսել այս մասին եւ հիմա ձեզ մոտ եւս արտերկրի թեման համենայն դեպս ինչ որ գործեր կան շատերի մոտ արտերկիր, դա կարող է դուք արտերկրում եք հայրենիքը եւս համարվում է արտերկիր, այնպես որ մեկ այլ երկրորդ երկրի մասին, հա, այսպես ասենք, այստեղ ծրագրեր նպատակներ կլինեն, որ կապված կլինեն այդ ամենի հետ բոլոր դեպքերում եւ Յուպիտերը միանշանակ ձեր կյանքը բերի լավ փոփոխություններ միանշանակ այդ 1 տարին որ կլինի ձեր նշանում դուք պետք է անեք մաքսիմալը եւ օգտվեք այդ հաջողություններից այնպես որ նաեւ շատ դարքի դասավորություն է ստացվում արտերկրի հետ կապված միգուցե ինչ որ պատվերներ եք ստանում արտերկրի հետ կապված կամ այնտեղից եք ստանում կամ ձեր աշխատանքը ներկայացնում եք հետո արտերկրում նայած ինչ բնակավարում եք աշխատում բոլոր դեպքերում դա բավականին ակտիվ է եւ նրանք ովքեր ասացի ուզում են բարձրագույն կրթություն ստանալ շատ առույցների դա կհաջողվի սա էլ էսպես եւ ասացի 29 ուրեմն արևը կտեղավորվի այստեղ ձեր 10-րդ տունն է բոլոր դեպքերում ձեր կարիերայի հետ է կապված, ձեր նպատակների հետ է կապված, ինքը կփորձի ձեզ օգնել եւ հիմա գիտեք ես կարծում եմ իհարկե ոչ բոլորի, որովհետեւ ոչ բոլոր առույցների, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր անձնական բնականաբար քարտեզը, բայց շատերի մոտ այստեղ աշխատանքը կարող է այսպես հաստատուն չլինել եւ դա էլ իր հերթին բերի որոշակի ֆինանսական հարցեր չնայած արդեն ձեզ մոտ ֆինանսական դժվարություն է կարծես թե կավարտվեն եւ մի որոշ ժամանակ հետո ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի բայց ես անցնելով առաջ ասեմ որ ուրեմն գիտեք սիրելի առույցներ ես էլ եմ զգուշացրել որ հնարավոր է գիտեք ասենք առույցներ կա որ իրենց ասցենդենտի նշանը կարող է լինել կույսը կարող է լինել երկվորյակ աղեղնավորը ձուկը շատ կարեւոր է նշեցի երկուսն էլ իմանալ որովհետեւ եթե դուք առույց եք ձեր ասցենդենտի նշանը այդ իմ թվարկածս նշաններից որևէ մեկն է ուրեմն հնարավոր է որ դուք ասենք մինչև այս տարվա ամռանը նորից ինչ որ աշխատանքը փոխեք, դուրս գաք, կորցնեք ինչ որ մի բան կամ ինչ որ մի բիզնես փակվի, մտածեք մեկ այլ բանի մասին, այսպիսի իրավիճակ է լինելու առույցների մոտ եւ բոլոր դեպքերում թեման դեռևս կշարունակվի 27 թվականին փոփոխություններ կան բավականին փոփոխություններ սիրելի առույցներ ձեր կյանքում սա ես ձեզ զգուշացնեմ այնպես որ փորձեք խելացի քայլեր անել եւ գիտեք նաեւ խորհուրդ կարող եմ տալ ձեզ որ անպայման համագործակցեք դուք այդպես միայնակ չլինեք եթե հնարավոր է իհարկե եթե ասենք դուք չեք բիզնեսի տերը միանձնյա եք դա անում ուրեմն փորձեք ինչ որ մի հարցում համագործակցել արդեն ըստ ձեր աշխատանքի դուք կարող եք կողմնորոշվել թե ինչ եմ ասում եւ նաեւ այստեղ
ես ասացի, որ շատերի մոտ ամուսնության հարցը, երեխա ունենալու հարցը մեծ հնարավորություն է, ուրեմն ձեզ ընձեռվում շատերի մոտ առյուծներ կարող են ամուսնանալ, երեխա ունենալ։ Այսպիսի լավ իրադարձություն կա, ձեր անձնական քարտեզը մնացածը կարող է ցույց տալ, սրանք ընդհանրապես տրանզիտներն են։ Բոլոր դեպքերում ինքը, ինչպես ասեցի, մի 25 օր է, շատ կարճ, շատ արագ է գնալու եւ ինքը կարճ է, շատ բան ասելիք չկա, որպես այդպեսին ինքը շատ թեթև է, շատ արագ կգնա եւ ամեն դեպքում ճիշտ քայլերի դեպքում դու կարող եք ունենալ մեծ արդյունք։ Այն դժվարությունները, խոչընդոտները կարծես թե մնացին յետևում եւ ուրեմն ամեն ինչ շատ արագ ու թեթև կանցնի եւ պիտի որ լավ լինի ապրիլ ամիսը։ Այսպես սիրելի առյուծներ, այսքանով ես ավարտեմ, իսկ գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ